Բարև ձեզ։ Եթերում իմ իրավունք հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր թեման ընտրական իրավունքն է, որը կարծում եմ մարդու հիմնարար իրավունքներից է եւ լավագույն պաշտպանության կարիքն ունի։ Այս թեմայով մենք այսօր կզրուցենք Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերյան Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Նախ բուն թեմային միջև անդրադառնալը զրույցի հետ կապված դիտենք տեսանյութից հետո վերադառնանք եւ շարունակենք քննարկումը։ Ընտրության իրավունքը ժողովրդավարական երկրներում քաղաքացու ամենաանկյունակարային իրավունքներից է, որը նա իրագործում է ինչպես իր ամենօրյա գործունեության ընթացքում, այնպես էլ երկրի քաղաքական ղեկավարության ընտրությունների ժամանակ։ Ժողովրդավարական թույլ հիմքեր ունեցող եւ ավտորիտար սկզբունքներով կառավարվող պետություններում, ինչպիսին է նաեւ Հայաստանը, ընտրական իրավունքի գործնական կիրառումը ամենախնդրահարույց հիմնահարցերից է։ Մեր անկախ պատմության ամբողջ ժամանակահատվածում այս խնդրի լուծումը ընդդիմությունը տեսել է քաղաքական կամքի բացակայության, իսկ իշխանությունը ընտրական օրենսգրքի պերմանենտ փոփոխությունների մեջ։ Պատահական չէ, որ 1999 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 15 անգամ։ 2011 թվականին կատարված վերջին փոփոխություններն ու լրացումները, որոնք իշխանությունները անվանում են բարեփոխումներ, կոչված են բարձրացնելու հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ։ Հանուր առմամբ կատարված փոփոխությունները ընտրական օրենսգրքում հիմնականում կրում էին կանխարգելիչ բնույթ եւ միտված էին ավելի բարձրացնել հանրային վստահության մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները կատարած փոփոխությունների շարքում ընդգծում են այն հիմնական գործոնները, որոնք հնարավորություն են տալու առնվազն նվազեցնել ընտրակեղծիքների հավանականությունը։ Նախատեսվեց հանձնաժողովի անդամների անհատական կնիկ կոչվածը, որը նույնպես էապես կնվազեցնի, եթե ոչ կբացառի ընտրողների ցուցակների հետ կապված տեղի ունեցող իր։ Անհատական կնիքը օգտագործվելու է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից այն դեպքում, երբ նա ընտրողին գրանցելու է ընտրողների ցուցակում եւ իր ստորագրության փոխարեն դնելու է իր անհատական կնիքը, որը հնարավորություն է տալու հետագայում պարզել, թե կոնկրետ որ ժամին կոնկրետ ընտրողին հանձնաժողովի որ անդամն է գրանցել տվյալ ընտրողին ընտրողների ցուցակում։ Վստահված անվանց իրավունքները ավելի է մեծացել, որ նրանք պետք է հատուկ աթոռ նախատեսված լինի նրանց համար, որ պետք է նստեն երկու հանձնաժողովների անդամների արանքում։ Հանձնաժողովի անդամները կոալիցիայի անդամ են, մեջտեղը պետք է նստել անպայման ընդդիմությունից վստահված անձ ու հակառակը։ Մեծացել են նաև ձեր իրավունքները լրատվության, եթե այն ժամանակ դուք իրավունք ունեիք քվեարկության պրոցեսում մտնել, ռեպորտաժ վերցնել, նկարահանել, դուրս գալ, հիմա կարող եք սկզբից մինչև վերջ նկարահանել։ Վերջիններս նաև շեշտում են այն հանգամանքը, որ հանձնաժողովի անդամների ընտրական գործընթացների անտեղյակությունն ու անգրագիտությունը եւս խոչընդոտում են ընտրությունների թափանցիկությանն ու արդարությանը։ Ուստի մեծ թափով ընտրությունների համար հիմնական պատասխանատվություն կրող կառույցը ուսուցողական աշխատանքներ է տանում հանձնաժողովների պոտենցիալ անդամների հետ հանրապետության բոլոր մարզերում։ Անձամբ չէ, երկրորդ ցուցակը աշխարհում չունեցող քաղաքացիները։ Երրորդ ցուցակը դա ոստիկանների ցուցակն է, լրացուցիչ ցուցակ, այն ոստիկանների, որոնք հերթապահում են տվյալ տեղամասում։ Այսրանք կարող են լինել Գյումրի, չգիտեմ որ տեղամասում աշխարհում ունեցող, Ախուրյանում, Մարտիկում։ Թե որքանով այսպես ասած ընտրական անգրագիտության չեզոքացումը կնպաստի ընտրությունների որակի բարձրացմանը կբացահայտվի շատ մոտ ապագայում։ Փոփոխված օրենսգրքի դիմախոսները համոզված են, որ որակը կբարձրանա այն դեպքում, երբ ընտրությունների ավարտից հետո ընտրած քաղաքացիների անունները հասանելի կլինի հանրությանը։ Ցանկալի է ընդգրկվել, որ թույլատրելի լիներ արդեն ստորագրված ցուցակները ընտրողների, որ հասանելի լիներ բոլորի համար։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամի դիտարկմանը հակադարձում է նրա գործընկերը, շեշտադրում կատարելով այն հանգամանքի վրա, որ սրանով խախտվում են մարդու իրավունքները։ Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման հետ կապված պետք է նշեմ հետևյալը, որ քվեարկության գաղտնիություն ասելով մենք չպետք է հասկանանք միայն բուն քվեարկության process-ը։ Ուրեմն ընտրողների ցուցակում գրանցված ընտրողները արդեն իսկ գաղտնիության որոշակի տարեր են իրենց մեջ պարունակում ընտրողների ցուցակները եւ ընդհանրապես միջազգային պրակտիկայում եւ միջազգային կազմակերպությունների հետ եւս քննարկումների ժամանակ մի բան ֆիքսվեց, որ ընտրողների ցուցակներում գրանցվելը արդեն իսկ իր մեջ գաղտնիություն է պարունակում եւ քաղաքացու իրավունքը այս դեպքում քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու չպետք է հրապարակվի։
Գոյություն ունի տարածված կարծիք, որ ընտրողների բարձր մասնակցության ցուցանիշը կարող է խոչընդոտ հանդիսանալ մասշտաբային ընտրակեղծիքների համար։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ այս նոր փոփոխությունները հազիվ թե կարողանան լուծել մասնակցության մակարդակի բարձրացման խնդիրը, այն ավելի շատ քաղաքական հարթությունում է։ Ամենակարևոր խնդիրներից մեկն է, այսինքն յուրաքանչյուր անգամ դրական օրենսգիրքը փոխելով, դա չի նշանակում, որ ընտրողների աստորեն զանգվածային մասնակցությունը թիվը կմենք մեծացնենք։ Հավանաբար հիշում եք, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ընդամենը մասնակցում է ցուցակային թվի գրեթե մինչև 50%-ը կամ 55%-ը մաքսիմում։ Սա այն մասին ասում, որ ժողովուրդը ինքը չի ուզում, չի ցանկանում շատ անգամ տարբեր պատճառաբանություններով իհարկե, որը բացարձակապես հարցություն չունի նրական օրենսգրքի լավ կամ վատ հոդվածներին, այսպես ասեմ։ Փաստը մնում է փաստ, որ տարեստարի Հայաստանում անցկացվող ընտրությունների որակը ավելի ու ավելի է անկում ապրում եւ դառնում իշխանությունների անընդհատ վերարտադրման գործիքի, եւ այս ամենը չնայած այն հանգամանքին, որ տարին գեթ մեկ անգամ իշխանությունները, այսպես ասած, չակերտավոր բարեփոխում են ընտրական օրենսգիրքը։ Միգուցե քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրագործման խոչընդոտները պետք է փնտրել ոչ թե օրենսգրքում, այլ բոլորովին այլ տեղում։ Պարոն Մարտիրոսյան, ընտրական իրավունքի հետ կապված Հայաստանում բավականին հակասական կարծիքներ կան, կապված այն բանի հետ, թե որ դեպքում հնարավոր կլինի լավագույնս ապահովել այդ իրավունքի իրագործումը, օրենսդրական փոփոխությունների, թե այլ գործոնների զարգացման դեպքում։ Օրինակ հիմա նշում են, որ կատարվել է օրենսդրական բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան, օրինակ գալիք 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առավել արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել։ Դուք հավատում եք օրենսդրական բարեփոխումների միջոցով ազատ եւ արդար ընտրություններին։ Նախ ընդհանրապես ժողովրդավարություն ունենալու, ժողովրդավարությունը պահպանելու, զարգացնելու, խորացնելու ամենահիմնական մեխանիզմներից մեկը ընտրություններն են եւ հայտնի է խոսքը, որ այնտեղ որտեղ չկան ընտրություններ, սկսվում է ստրգությունը, այդպես են ասում։ Պարզ է, որ ընտրությունների դերը դժվար է գերակնահատել ժողովրդավարության խորացման համար։ Պարզ է նաև, որ բառերի հետ հարկավոր է շատ զգույշ վարվել, որովհետև բարեփոխումներ օգտագործում ենք ոչ միայն հիմա, այլ նաև այն հատվածում, երբ որ դեռևս նախագիծ է, մարդիկ անընդհատ ասում են բարեփոխումներ, շատ ավելի ճիշտ է ասել փոփոխություններ։ Բարեփոխումները ցույց կտա ժամանակը եւ ես երևի քարոզչական ֆոն ապահովելու համար։ Բնականաբար, հա, դա այդպես պետք է ասվի, յուրաքանչյուր անգամ պիտի խոստացվի, որ վերջ այլևս այս ընտրական օրենսգրքով բացարձակապես հնարավոր չէ որևէ խախտում։ Ես շատ ու շատ երկրների, որոնք արդեն կայացած ժողովրդավարություն ունեն, ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին չեմ իմացել, չնայած ընդհանուր առմամբ հետաքրքրվում եմ այդ գործընթացով։ Եվ այնուամենայնիվ նրանց մոտ ընտրությունները ընդհանրապես շատ նորմալ հիմնական մեխանիզմը, պաշտպանիչ մեխանիզմը նստած է մարդկանց մեջ, ոչ թե օրենսգրքում կամ որևէ, բայց բնականաբար եթե հանկարծ ինչ որ բան պետք է խախտվի, պարզ է, որ այդ դեպքում հարկավոր է վկայակոչել օրենսգիրքը եւ օրենսգիրքը այս դեպքերում պետք է օգնի։ Այսինքն օրենսգրքի ծավալը, խստությունը, չգիտեմ, դրույթները մանրամասը ներկայացրած, թե ով ինչպես պետք է վարվի ընտրությունների արդյունքում, ընթացքում դա դեռևս երաշխիք չէ, որ հնարավոր կլինի, ասենք, ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված ընտրություններ անցկացնել։ Իհարկե երաշխիք չէ եւ ինչքան ես ինձ հիշում եմ, յուրաքանչյուր ընտրություններից առաջ արմատական կամ ոչ արմատական, մեծ կամ փոքր փոփոխություններ եղել են եւ յուրաքանչյուր դեպքում իշխանությունները ասել են, որ վերջ, ահա այս փոփոխությունները կապահովեն արդար, թափանցիկ եւ ազատ ընտրություններ եւ այդպես չի եղել ոչ մի անգամ, ընդ որում գնալով ընտրությունների որակը ավելի ընկել է եւ դա էլ շատ պարզ ու հասկանալի է, ինչքան ավելի
բյուրեղանում է ավտորիտար համակարգը, այնքան էլ պետք է ընտրությունները դառնան ձևական, բուտաֆորիկ, ապահովելու համար պարզապես վերարտադրումը եւ ուրիշ ոչինչ։ Կարող է յուրաքանչյուր անգամ ել ավելի հմուտ իրավաբաններ ընդգրկվեն, որովհետեւ դա էլ է մտնում խաղի կանոնների մեջ, հարկավոր է արտաքուստ թե ներքին սպառողի համար երկրի բնակչության, թե արտաքին եվրոպական հանձնաժողովներ, Վենետիկ եւ այլն, ցույց տալ, ստեղծել երևութականություն, որ այ մեզ խանգարում էր սա, մեզ խանգարում էր կուսակցական հանձնաժողովը, հիմա այս հանձնաժողովը ոչ կուսակցական է եւ դրա շնորհիվ միանգամից ամբողջ վերաբերմունքը կփոխվի եւ դա կդառնա օբյեկտիվ, անաչառ գործընթաց։ Իրականում այդպես չէ։ Պարոն Մարտիրոսյան, դուք ձեր համար վերլուծություն արել եք եւ ինչ որ եզրահանգման եկել եք այն առումով, թե մեզ ինչն է խանգարում նորմալ ընտրություններ անցկացնելու, քաղաքական կամ իշխանությունների ավտորիտար պահվածք հասկանալի է, սակայն կան այլ գործոններ, որոնք մեզ խանգարում են։ Օրինակ հասարակության պահով, հասարակությունը ինչպես է։ Իհարկե խանգարում են այդ ամբողջը այս 20 տարիների ընթացքում, եթե դու ընթանում ես ոչ ճիշտ ուղղությամբ, իսկ մենք որպես կանոն այս հիմնական գործընթացներում մտածել ենք ոչ ճիշտ ուղղությամբ, յուրաքանչյուր հաջորդ քայլը քեզ հեռացնում է հիմնական նպատակակետից։ Եվ ինչքան ավելի դու հեռանում ես, այնքան ավելի սկսում ես հիմնավորել, որ հենց այսպես, հենց հիմա այս պահին արտաքին, ներքին պատճառներից ելնելով հարկավոր է նորից ընտրություններն այսպես անցկացնել, որովհետև համոզված եմ, որ էլի անկախ ամեն ինչից ողջ զինանոցը գործի է տրվելու, անկախ բոլոր տեսակի հայտարարությունից միևնույն է թաղային հեղինակությունները, միևնույն է ընտրակաշառքը, միևնույն է սիրաշահումներն ու սպառնալիքներն ու ճնշումներն ու սահմանափակումները, ամբողջ էլի գործի է տրվելու կամ անպայմանորեն, որովհետև այդ իշխանության ընդրած տարբերակի հակադարձումը հետևյալն է, որ տեղերում մարդիկ դու ուզենան աչքի ընկնել, ինչքան ավելի շատ աչքի ընկնես, այնքան ավելի քո շանսերը կավելանան հետո կերամանի մոտ տեղ ունենալու։ Եվ այս առումով մեր երկրում որևէ բան չի փոխվել, ուղիղ հակառակը, այդ մոնոպոլացումը, օլիգարխացումը, համակարգը մեկ ընդհանուր ուղղահայաց առանց դարձնելը բերում են դրան, որ ընտրությունները անհրաժեշտ չարիք է, հարկավոր է թոզ փչել, որպեսզի հետո շարունակես եւ հարկավոր է նաեւ դրա համար ունենալ ընտրական օրենսգիրք։ Ուրեմն փոխենք։ Ես ընտրական օրենսգրքի նույն այդ եթե հանձնաժողովի ձևավորման առումով ասենք, օրենսգրքում էլ գրված է, որ եթե նա հասարակական քաղաքական գործունեությամբ ակտիվ չի զբաղվել, այդ մարդը կարող է։ Նու նախ ինչ չափորոշ է։ Նորմալ չէ եւ երկրորդը, եթե մարդը դառնում է հանձնաժողովի անդամ եւ դրանից հետո հրաժարվում է որևէ կուսակցության անդամությունից կամ հրաժարվում է կուսակցության անդամությունից եւ դառնում է հանձնաժողովի անդամ, որովհետեւ կդարի օրենքի պահանջը, դա շատ պարզ ասում է, որ այդ մարդը հասարակական քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Եվ քանի որ նա պետք է լինի հեղինակություն, մեկ առանձին վերցած գյուղական համայնքում, մեկ առանձին վերցած քաղաքային համայնքում տեղամասում, բարձր որ այդ մարդիկ միջև այդ ակտիվորեն հասարակական քաղաքական գործունեությամբ են զբաղվել եւ հիմա այդ ձևական, որ ես հիմա հրաժարվեցի, այլևս դա չեմ։ Պարոն Մարտիրոսյան, նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները նշում են, որ երկու հիմնական փոփոխություն է կատարվել, որոնք կարող են էականորեն ազդել ընտրությունների որակի վրա։ Դա մեկը անհատական կնիկների կիրառումն է, որը հնարավորություն կտա մինիմումի հասցնել մանիպուլյացիան ընտրողների ցուցակի հետ եւ երկրորդը տեսանկարահանումները։ Այսինքն անարգել թույլ է տրվում տեսանկարահանումներ իրականացնել, ասենք ընտրատեղամասերում։ Ինչ կարծիք եք, սա կարող է ինչ-որ էական բեկում մտցնել ընտրությունների ընթացքում։ Վստահ չէ։ Անհատական թե ոչ անհատական կնիկ բացարձակապես երկրորդական է նայած թե ում ձեռքին է այդ կնիկը եւ ինչ չափով նա կարող է այդ կնիկը չարաշահել, քիչ առաջ էլ մենք խոսում ենք հենց այն բանի մասին, թե ինչպես են ձևավորվում այդ հանձնաժողովները եւ արդեն հիմա ձևավորված հանձնաժողովները ինձ մոտ բացարձակապես համոզմունք չեն ձևավորում, թե դա կարող է օգնել։ Ես գիտեմ, ասենք թե
ամենաանհատական կնիքը, դա մարդու մատի կնիքն է, որը իսկապես անհատական է, իրենն է եւ այդ դեպքում ամենաճիշտը կլներ Ադրբեջանում օրինակ հենց դա կիրառել, ասենք, որը իսկապես անհատական կնիք է, որովհետեւ եթե կնիքի վրա անհատական բառ ավելացրեցիր, դա չի դառնում անհատական։ Եվ պարզ է, որ ամենահիմնական զսպող մեխանիզմը պետք է լիներ ցուցակների փակցնելը, տեղադրելը արդեն ընտրություններից հետո, որը բացարձակապես ընտրության քաղաքնիության իրավունքը չի խախտում։ Դուք որպես իրավապաշտպան, սա մարդու իրավունքները չի խախտում։ Ուղիղ ես որպես իրավապաշտպան կարող եմ այդ երկուսը տնել կշեռքի երկու տարբեր նժարների վրա։ Ասենք թե հիմա որն է ավելի շատ ընտրողի իրավունքները խախտում։ Ընտրությանը չեկած մարդու անվան դիմացի ստորագրությունը, մահացած մարդու անվան դիմաց ստորագրությունը, երկրից բացակայող մարդու անվան դիմաց ստորագրությունն է ավելի շատ վիրավորում մեր արժանապատվությունը եւ խախտում ընտրության իրավունքը, թե ստորագրությունը, որը բացարձակապես ցույց չի տալիս, թե դու ում օգտին ես քվեարկել, բացարձակապես ցույց չի տալիս դա։ Հիմա այդ երկուսից որն է Այն ամենասովորական հարթության վրա էլ եթե մենք տրամաբանենք, պարզ է, որ մեր իրավունքները խախտում են, երբ որ դրանք չեն ցուցադրվում։ Այսինքն, միշկան քննարկում ենք հասկանալի է դառնում, որ ինչ փոփոխություն ուզում ես իրականացնել հանձնաժողովների ձևավորման հետ կապված ընտրության կարգի փոփոխության եւ այլն, միևնույն է ակնկալիքները շատ փոքր են, որ արդար ընտրություններ կանցկացվի։ Այդ դեպքում միգուցե ճիշտ է այն մոտեցումը, որը առաջ քաշեց հայտնի քաղաքական գործիչներից մեկը, որ ասենք պետք է ընտրությունները վստահել որևէ կոնկրետ կառույցի, ասենք ոստիկանությանը եւ պահանջել ոստիկանությունից։ Սա տարբերակ է թե Տարբերակ չէ, որտեղ մենք գիտենք նաև թե ինչ է իրենից ներկայացնում մեր ոստիկանությունը։ Իհարկե տարբերակ չէ։ Այն ամենաառաջին ընտրական օրենսգրքից մինչև այս ամենավերջին, այսպես կոչված բարեփոխված ընտրական օրենսգրքում գրված է, թե ովքեր ընտրական գործընթացներին միջամտելու իրավունք չունեն։ Եվ այդ ցուցակում պարտադիր կա իրավապահ համակարգը ամբողջությամբ ազգային անվտանգությունը եւ այնուամենայնիվ նրանք միջամտում են, նրանք շատ ակտիվ են, նրանք չեն տեսնում այն, ինչը պետք է տեսնել, տեսնում են այն, ինչը իրականում գոյություն չունի, ամեն կերպ աջակցում են, նպաստում են, իրենց ներկայությամբ ահաբեկում են եւ մնացած բոլոր բաները պարզ է ոչ մի հրաշք տեղի չի ունենա, եթե վստահվի նրանց եւ այս ընտրական օրենսգրքի փոփոխություններն էլ լիարժեքորեն տեղի չունեցան։ Կային շատ արմատական առաջարկություններ, կային շատ ուրիշ տարբերակներ, ի վերջո այնուամենայնիվ, ասենք թե իշխանությունները գնացին այդ ճանապարհով ցույց տալ, թե ահա այս ամբողջը կատարվում է, շեշտը տնել հատկապես նոր ժամանակների առանձնահատկությունների վրա, ինչ որ էլեկտրոնային տարրեր, որ տեղադրվի ինտերնետում, որ այս, որ այն, այսինքն դրանով կարելի է ինչ որտեղ զարմացնել, հատկապես սովորական շարքային քաղաքացուն հələ տեսեք, կոսմետիկ փոփոխությունների, բայց դա կոսմետիկա է, դրանից որևէ բան առանձնապես չի փոխվում, եւ նույնիսկ այդ էլեկտրոնայինն էլ ինձ օրինակ շատ է վշտացնում, որովհետև տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սորտավորում։ Առաջին եւ երկրորդ կարգին, ասենք, մինչեւ այդ ամենաանհետեթ փոփոխությունը, որ կատարվել էր, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումն էր։ Ես հիշում եմ, որ փախստականներին թույլ էին տալիս, որպեսզի մասնակցեն համապետական ընտրություններին եւ փաստականներին արգելում էին մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, այսինքն այն համայնքում, որտեղ ինքը ապրում է, այդ ընտրություններին մասնակցելու։ Հիմի դրսում գտնվող մեր հայրենակիցները, ամենատարբեր պատճառներով դրսում գտնվող մեր հայրենակիցները կարող են համապետական ընտրություններին մասնակցել, որտեղ դա արդեն տարածքի հետ կապված չէ, բարդություններ չկան, ոչ մի բան, բայց չգիտես չեն մասնակցում։ Արգելվեց ամբողջությամբ։ Հիմա համեցվել է, որ դեսպանատների, հյուպատոսարանի աշխատակիցները կարող են էլեկտրոնային քվեարկության մասնակցել։ Ներկայացուցչությունների անդամները, դրսում եղած հայաստանյան եւ իրենց ընտանիքի անդամները կարող են, իսկ մնացած բոլոր մարդիկ, որպես հարյուրավորների մասն, իսկ հազարավորներ, որ դրսում են, ինչու՞ պիտի նրանք չմասնակցեն այդ ընտրություններին։ Չէ՞ որ մենք մյուս կողմից էլ ասում ենք, ահա
բարեկամական այս երկրում, ահա բացվեց հայկական այս համայնքը, ահա բացվեց այս կենտրոնը, ահա բացվեց մեր հյուպատոսարանը, տոնի Ռոստով, շուտով կբացենք Նովոսիբիրսկում, էլ ինչի համար են դրանք բացվում, որ դրանք չպետք է լինեն նաև այնտեղը, որ այնտեղ գտնվող հայը, որը գնացել է նաև իր ընտանիքի հոգսեր, կարողանա իր ամենահիմնական իրավունքներից մեկը իրագործել, մասնակցել երկրի ղեկավարման գործին ընտրությունների միջոցով, դա իր անմիջական մասնակցության ամենահիմնական ձևն է։ Պարոն Մարտիրոսյան, կա այդպիսի մի բանաձև, ինչպես լինում է երկրաշարժերի դեպքում, թե ինչպես պահել երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոններ եւ այլն։ Հիմա կա այդպիսի բանաձև, թե ինչպես պահել սովորական քաղաքացին, որը մասնակցում է ընտրություններին, որպեսզի կատարի իր ընտրությունը լիարժեք լինի, այսինքն իր քվեն, որը տվել է նա որևէ կոնկրետ գործի կամ լիարժեքորեն տեղ հասնի, խուսափելով, ասենք, նույն այդ կրիմինալ, չգիտեմ, ընտրակաշառքային այդ ամբողջ համակարգից, որը դուք թվարկեցիք։ Կա, իհարկե կա, ամենահիմնականները դուք ասացիք, որ եկեք դրանց մասին չխոսենք, բայց գոնե հիշադակենք, որ թիվ 1-ը այդ առումով քաղաքական կամքի դրսևորումն է, որովհետև եթե իսկապես իշխանությունները ուզենան անցկացնել արտար ընտրություններ, այդ դեպքում ընտրությունները միանգամից կենտրոնից սկսվելով ծնագնդի նման բոլոր ուղղություններով կարող են դառնալ այդպիսին հիմնական։ Իհարկե, դա թիվ 1-ն է, որ համապատասխան մարդիկ, ովքեր հրանգավորում են, թե ինչպես խախտել, հրանգավորում են, թե ինչպես չխախտել եւ ինչպես չմիջամտել։ Կամ որևէ հրահանգ չեն տալիս։ Կամ որևէ հրահանգ չեն տալիս, բայց հանդես են գալիս նաեւ համապատասխան կոչով։ Սա առաջինը, երկրորդը հավասար պետք է հնարավորությունները իսկապես ստեղծվի, որոնք ստեղծված չեն, դրա համար ոչ թե պեսիմիզմ, այլ ռեալիստորեն, երբ նայում ես, տեսնում ես, որ վերջին մրցույթները անցկացված, այդ թվում նաև հեռուստատեսության ոլորտի, երբ որ ամբողջ այդ ոլորտը զարգանում է, այստեղ էլ թվայնացում եւ այլն, տպավորությունն այն է, որ հնարավորությունները պիտի ավելանա ավելի շատ բազմազան, բայց ուղիղ հակառակը, դա նույնպես, չէ, ամբողջ աշխարհը կարող ասել, որ դա առաջադիմական է, դա պարտադիր է, բայց դա նույնպես օգտագործում է ոչ կառավարելին բացառելու համար եւ զանգվածային լրատվամիջոցները կարող են եւ նախընտրական քարոզության ընթացքում եւ բուն ընտրությունների ընթացքում շատ կարեւոր էական տեղ խաղալ, որտեղ երբ որ ասում են կարող են հա դա Հայաստանի Հանրապետության շատ քիչ հատվածի հնարավորությունն է։ Հայաստանը ցավոք սրտի այնքան զարգացած չէ, որ բոլոր համայնքներում այդ 915 հնարավոր լինի իրագործել այդ բոլորը։ Իսկ մյուսը ովքեր կարող են, դիտորդները կարող են։ Դիտորդների դեպքում էլ այդպես թակուն մեխանիզմ են դեղ տեղադրված։ Վստահված անձիկ, որոնց լիազորությունները ավելի շատ են, կարող են նաև միջամտել, նրանց համար որևէ որակավորման բան նախատեսված չէ։ Իսկ դիտորդների համար հատուկ նախատեսված է։ Էլի նախորդ ամբողջ փորձից մենք գիտենք, դա ոչ ընդունելի կազմակերպություններին, դիտորդներին մաղելու եւ ընդունելի, շատ նուրբ տեխնոլոգիաներով ընդունելի դիտորդների, որպեսզի եվրոպացուն ցույց տաս, խնդրեմ, բոլոր ինստիտուտները ներկա են, բոլոր ատրիբուտները առկա են, դիտորդները, կրսկանշան նույնիսկ որակավորում անցած, որովհետեւ թող այդ կազմակերպության խղճի վրա նստի իր դիտորդը պատրաստ է, թե պատրաստ չէ։ Պարզ է, որ իրեն հարկող կազմակերպությունը ինքը իր դիտորդին կարող է պատրաստել։ Դիտորդին պատրաստելը մի մեծ բան չէ, բայց թե ինչպես են մեզ մոտ անցկացվում ատեստացիաները, որակավորման բոլոր տեսակի քննությունները եւ բացի մնացած ամեն ինչից էլ դա ինչ որտեղ միադելու լրացուցիչ բիզնես է, դառնում ենք հրաշալի գիտենք։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, հուսանք, որ որևէ էական փոփոխություն ամեն դեպքում 2012 թվականի ընտրությունների ժամանակ կլինի, որովհետև դա ամենաառաջնայինն է մեր համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ընտրական իրավունքի թեմայով մենք զրուցում էինք Սերյան Մարտիրոսյանի հետ, Սախլովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի ղեկավար։ Նշեմ, որ պետք է պաշտպանել հատկապես ընտրական իրավունքը, ինչպես նաև բոլոր իրավունքները, քանի որ դա, ինչպես նշեց մեր հյուրը, դա հիմքերի հիմքն է ժողովրդավարության հաստատման համար։ Այսքանը, ցտեսություն։